Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ, այսօր 2025 թվականի սեպտեմբերի 17-ն է, ուրեմն այսօր Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տարոն Թադևոսյանի ապօրինի որոշմամբ խուզարկություն է կատարել բնակարանում ինչ-որ տեսանյութեր հայտնաբերելու նպատակով հետևյալ գործի հետ կապված, մասնավորապես Ստեփանավան քաղաքի Եհովայի վկաներից Արթուր Գալստյանը ցանկանում էր վնասել մեր ընտանիքին պատկանող շանը, այդ ամենին միջամտել է իմ քրոջս փոքրահասակ որդին, այսինքն անչափահաս որդին Միքայել Եղինյանը եւ քրոջս անչափահաս որդու եւ այդ Եհովայի վկա Արթուր Գալստյանի միջեւ տեղի ունեցել ինչ կարճատև վիճաբանություն շանը վնասելու հետ կապված, որից հետո այդ Արթուր Գալստյանը հեռացել է մեր շքամուտքից։ Ասեմ, որ Արթուր Գալստյանին որևէ մեկը ծեծի չի ենթարկել, ես կամ իմ ընտանիքիս անդամներից որևէ մեկը ծեծի չի ենթարկել, առավել ևս Էրիկ Եղինյանս չեմ նկարահանել այդ թեթև վիճաբանությունը, ընդամենը եղել է թեթև խոսակցություն շանը վնասելու հետ կապված, որից հետո այդ Արթուր Գալստյանը հեռացել է մեր շքամուտքից։ Ասեմ ավելին, ինչպես արդեն նշեցի, իմ բնականում կատարված խուզարկության արդյունքում դատանի որոշման մեջ հիշատակված այդ ենթադրյալ հանցագործությանն առնչվող որևէ տեսանյութ իմ բնականում չի հայտնաբերվել, քանի որ նորից եմ կրկնում, Էրիկ Եղինյանս որևէ այդպիսի ենթադրյալ ծեծ չեմ նկարահանել եւ որևէ ծեծի անձամբ ես ինքս ականատես չեմ եղել։ Նշեմ նաեւ, որ Էրիկ Եղինյանս Եհովայի վկաների դեմ ոչինչ չունեմ, ասեմ ավելին, ես հարգում եմ Եհովայի վկաների երեծ Ստեփանավան քաղաքում կարատեիստ Ատիկ անունով հայտնի Ատիկ Գյուզադյանին, ես հարգում եմ ձեր հավատքը, ձեր կրոնական համոզմունքները եւ ձեր Եհովայի վկաների դեմ ոչինչ չունեմ, ընդամենը փաստ եմ արձանագրում, ինչ որ իրականում բեղի է ունեցել։ Նաեւ նշեմ, որ Եհովայի վկաները իրենք բանակում չեն ծառայում, մինչդեռ քրոջս անչափահաս որդին առաջիկայում 1 կամ 2 ամիս հետո մեկնելու է հայոց բանակ եւ հայրենիքի հանդեպ կատարելու է իր պարտքը, մինչդեռ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը եւ Եհովայի վկա այդ Արթուր Գալստյանը այս շինծուքրական գործի միջոցով իմ ողջամիտ դիտարկմամբ փորձում են խոչընդոտել քրոջս որդու կողմից հայոց բանակում ծառայելու եւ հայրենիքին իր պարտքը կատարելու այդ ամեն ինչին փորձում են խոչընդոտել իմ սուբյեկտիվ դիտարկմամբ։ Նաև նշեմ, որ ժողովրդի մեջ տարածված խոսակցություններից ես տեղեկացել եմ, որ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը իր կողմից ապօրինի ճանապարհով ձեռք բերված, այսինքն հանցավոր ճանապարհով ձեռք բերված ապօրինի գույքը, ապօրինի շինությունը նախկինում 50,000 ԱՄՆ դոլարով վաճառել է Ստեփանավանի Եհովայի վկաներին եւ ժողովրդի մեջ տարածված խոսակցություններից ես տեղեկացել եմ, որ այդ 50,000 դոլարը հայթայթվել է Եհովայի վկաների հետևորդների կամավոր նվիրատվությունների եւ հանգանակությունների արդյունքում, մինչդեռ անհասկանալի է, թե այդ շինությունը ինչու է գրանցվել Եհովայի վկաներ երեցների անվամբ, ուստի իրավապահ մարմիններին կոչ եմ անում, որ քննություն կատարել եւ եթե կհայտնաբերվեն խարդախության հատկանիշներ, կխնդրեի խարդախության հանցակազմով նախաձեռնել քրեական վարույթ, նաև պետական իրավասու մարմիններին եւ ինչպես նաև գլխավոր դատախազությանը հորդորում են որպես ապօրինի գույք պետության օգտին բռնագանձել Միքայել Ղարաքեշիշյանի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված եւ անուհետեւ Եհովայի վկաներին վաճառված այդ ապօրինի շինությունը, հետագայում արդեն Եհովայի վկաները կարող են քախայցով դատի տալ Միքայել Ղարաքեշյանի ընտանիքի անդամներին այդ 50,000 դոլարը Միքայել Ղարաքեշիշյանի ընտանիքից բռնագանձելու պահանջով եւ եթե այդ շինության վրա կատարվել են Եհովայի վկաների կողմից, եթե կատարվել են վերանորոգման ծախսեր, ապա եթե այդ ամենը փաստաթղթերով հիմնավորված կլինի, ապա Եհովայի վկաները կարող են այդ շինության վերանորոգման համար իրենց կողմից կատարված ծախսերը նույնպես բռնագանձել Միքայել Ղարաքեշյանի ընտանիքի անդամներից։ Ասեմ, որ Միքայել Ղարաքեշյանի եղբոր Ստեփանավանի նախկին քաղաքապետ Քոթո Մականունով Սարգիս Ղարաքեշիշյանի կողմից ժողովրդից թալանած այդ հսկայական ունեցվածքները արդեն իսկ գլխավոր դատախազությունը քաղաքացիական հայց է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան այդ հսկայական ունեցվածքները Սարգիս Ղարաքեշիշյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձելու պահանջով եւ ինձ համար նաև ժողովրդի համար լավ կլիներ, որ Միքայել Ղարաքեշյանի կողմից նույնպես այդ ժողովրդից թալանված այդ հսկայական ունեցվածքները նույնպես բռնագանձվեր հօգուտ պետության, հօգուտ ժողովրդի։ Նաև նշեմ նաև, որ մի էական հանգամանք, որ առաքելական եկեղեցու քահանաներից
մեկը իր հարցազրույցներում բազմիցս բարձրաձայնել է, որ թե Եհովայի վկաներ կրոնական կազմակերպությանը եւ թե մնացած բոլոր կրոնական կազմակերպություններին դրսից պարբերաբար ուղարկվում են ֆինանսական հսկայական միջոցներ, ուստի պետեկամուտների կոմիտեին կոչ եմ անում հարկային դաշտ բերել նաեւ Եհովայի վկաներին, ինչպես նաեւ պետեկամուտների կոմիտեին կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի այսուհետև Եհովայի վկաները նույնպես վճարեն հարկերը եւ լրացնեն իրենց եկամուտների վերաբերյալ օրենքով սահմանված հայտարարագիր։ Նշեմ նաեւ, որ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը իր կողմից ապօրինի ճանապարհով ձեռք բերված շինությունը նախկինում 50,000 ԱՄՆ դոլարով վաճառել է Ստեփանավանի Եհովայի վկաների երեցներին։ Այդ ապօրինի շինության գնորդներն են հանդիսացել Եհովայի վկաների երեցները եւ կադաստրում այդ ապօրինի շինությունը որպես սեփականություն գրանցվել է Եհովայի վկաներ երեցների անվամբ։ Եվ Էրիկ Եղինյանս հրապարակում եմ ժողովրդի մեջ տարածված խոսակցությունները, որոնց արժանահավատությանը ես ամենևին էլ չեմ կասկածում։ Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ վերը հիշատակված խնդրու առարկա 50,000 հայթայթվել է Եհովայի վկաների կամավոր նվիրատվությունների եւ հանգանակությունների շնորհիվ։ Ասեմ ավելին, վերը նշված $50,000 հայթայթման գործում Եհովայի վկաների երեցները որևէ ներդրում չեն ունեցել։ Անհասկանալի է, թե Եհովայի վկաների կողմից Միքայել Ղարաքեշիշյանից գնված վերը հիշատակված խնդրու առարկա շինությունը որպես սեփականություն ինչու չի գրանցվել հենց այն անձանց անվամբ, որոնց կամավոր նվիրատվությունների արդյունքում հավաքվել է այդ $50,000։ Էրիկ Եղինյանս ամենևին էլ ապատեղեկատվություն չեմ տարածում եւ ամենևին էլ միտված չեմ թյուրիմացության մեջ գցել կամ մանիպուլյացիա ենթարկել հասարակությանը, այլ Էրիկ Եղինյանս հրապարակում է միայն հավաստի, արժանահավատ, փաստարկված եւ ճշգրտված տեղեկատվություն։ Էրիկ Եղինյանից ունեցած հավաստի տեղեկություններով ժողովրդի մեջ տարածված խոսակցություններից ես տեղեկացել եմ, որ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը իր կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ ապօրինի շինությունը $50,000 նախկինում վաճառել է Ստեփանավանի Եհովայի վկաներին։ Ուստի այդ կապակցությամբ ես գլխավոր դատախազությանը եւ պետական իրավասու մարմիններին կոչ եմ անում որպես ապօրինի ձեռք բերված գույք պետության օգտին բռնագանձել Միքայել Ղարաքեշիշյանի կողմից Ստեփանավանի Եհովայի վկաներին վաճառված հանցավոր ճանապարհով ձեռք բերված վերը հիշատակված ապօրինի գույքը։ Դրանից հետո Եհովայի վկաները կարող են դատական կարգով Միքայել Ղարաքեշիշյանի ընտանիքից պահանջել հետ վերադարձնել առքովաճառքի պայմանագրում նշված այդ $50,000 եւ այդ շինության վերանորոգման համար Եհովայի վկաների կողմից կատարված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը։ Հայ առաքելական եկեղեցու քահանաներից մեկը իր հարցազրույցներում բարձրաձայնել է, որ թե Եհովայի վկաների կրոնական կազմակերպությանը եւ թե մնացած բոլոր կրոնական կազմակերպություններին արտասահմանյան երկրներից բարբերաբար փոխանցվում են ֆինանսական հսկայական միջոցներ, ինչպես նաեւ թե Եհովայի վկաների կրոնական կազմակերպությունում եւ թե մնացած բոլոր կրոնական կազմակերպություններում բարբերաբար կազմակերպվում են դրամահավաքներ